Ուրեմն այս թեման առաջի անգամ է ներկայացվում եւ զգուշացնում եմ, որ շատ անսովոր է մեր ականջների դիտակցության համար եւ մեծ հավանականություն կա, որ ոչ համարժեք է ընկալվում այն հիմնարար բառը, որը օգտագործվելու է, որը մեզ համար խորտ է եւ ունի ոչ առողջ ասոցիացիաներ։ Եվ դա կարող է խանգարել շատերին adekvat ընկալելու այս նույնը։ Նախքան անցնելու նյութին մի դրվագ ասեմ։ 5 տարուց հետո ես մշակել եմ մի տեստ, որով այս տարիների ընթացքում համարյա 1000 հոգի անցել են։ Եվ տեստի արդյունքը հետևյալն էր։ Այն ով անցնում էր այդ տեստը ցույց էր տալիս այդ մարդուն առաջնորդ է, կառավարչական հմտություններ ջի ունի, թե չէ, կամ ինքը պարկեշտ կատարող է, կամ ինքը տեղակալի կարգավիճակում։ Եվ ինչ ստացվեց։ Ուրեմն ասեմ, այսքան մարդ ստուգվեց, ոչ մի դեպք չեղավ, որ մեր մեջ առաջանար առաջնորդ կառավարիչ, 0 արդյունք, մոտավորապես 1000 հոգուց, մոտավորապես 4-5 հոգի 1000 հոգուց եղան պարկեշտ կատարողներ, մոտավորապես 990 քանիսը տեղակալ, հրաման տվող, սիրող եւ այլն, այդ կարգի մարդիկ։ Եվ սա սարսափելի ախտանար մեջ։ Ինչն է հետաքրքիր, որ անգամ կատարողների մեջ մենք շատ քիչ մարդ ունենք։ Հիմա չի կարելի ասել, որ դա այդ հատկությունը մեզ մոտ առաջացավ մոտավորապես այս վերջի 30 տարիներ։ Ինչպես չի կարելի ասել, որ խորհրդային միությունից է սկսվել, ինչպես չի կարելի ասել, որ առաջի հանրապետությունից է սկսվել, ինչպես չի կարելի ասել ավելի խորքեր գնալով։ Անկամ քանի դար պետականություն չունենալով դա չի պատճառը, որտեղ այդքան դար պետականություն չունենալն էլ պատճառ։ Անցյալ տարի մայիսի 28-ին ներկայացվեց հայոց պատմության օրը, մեթոդաբանությունով կառուցվեց մեր պատմության օրը շատ հին ժամանակներից եւ ստացվեց, որ մենք արդեն քանի հազար տարի դանդաղ գաղափիժում ենք եւ այդ գաղափիժումը բնական է, կարող է ավելի երկարատև գնալ, բայց անverջ գնալ չի կարող։ Եվ այդ օրի վրա սկսեց երևալ հետեւյալը, որ ամենամեծ գագաթները մենք ունեցել ենք Արարատյան թագավորության եւ Տիգրան Մեծի օրոք։ Մնացած բոլոր գագաթները զիջում էին այդ երկու գագաթներին։ Սա միանշանակ մեթոդաբանությունը ցույց տվեց։ Եվ ես սկսեցի փորձել հասկանալ ինչ է կատարվում, ինչի գագաթը եղավ երկու դեպքերում մեր պատմության մեջ ամենամեծ գագաթը, երբ մենք ունեինք կամ ձգտում էինք դառնալ կայսրություն։ Մնացած բոլոր դեպքերում մենք ունեցել ենք գագաթներ, նույն ոսկեդարը եւ այլն, բայց Սարդարապետի ճակատամարտը 18 թվականի այդ մայիսյան ճակատամարտերը, բայց գագաթները երկուսն էին ամենաբարձր։ Երկու դեպքում էլ Հայաստանը հավակնում էր կամ կար կայսրություն։ Այնտեղ մի շարք պարամետրներով ամբողջ պատմությունը փուլային հետազոտվում էր եւ այսպես անսպասելի պատասխան։
Իսկ ի՞նչ է նշանակում, որ երկու դեպքում, երբ մենք հավակնում ենք կամ եղել ենք կայսրություն, դա եղել է մեր պատմության վերելքի գագաթները։ Կայսրությունը ամբողջավարությամբ չի լինում։ Կայսրությունը պարտադիր պետք է լինի այն ժամանակ, երբ կա ծավալապաշտական մտածելակերպով ազգային վերնախ։ Եվ այսպես ես դուրս եկա հիմնական պատճառի, այսինքն պատճառների աղբյուրներին, որտեղ եթե մենք գնանք այն ճանապարհով, որ 30 տարի է ինչ մենք վատ ենք կառավարում եւ այլն, դա կլինի պատճառ, որը իր հերթին ունի հետևանք է։ Եվ սենց պատճառը հետևանքային կապով դուրս եկանք այս շատ զարմանալի եզրակացությամբ։ Եվ հիմա հասկանանք, ինչ է նշանակում, որ չկա այն կրողը, խավը, որը պետք է ապահովի ազգի պետության վերելքի գագաթնակետը։ Ուրեմն մեթոդաբանությունը ցույց տվեց, որ կայսրությունների ժամանակ մենք ունենք առավելագույն գագաթ, եւ դրա վերլուծությունը ցույց տվեց, որ համապատասխան ազգային վերնախավ պետք է լինի, որ այդ գաղափարը կատարածի, որ ձգտի դեպի կայսրություն եւ մենք ունենանք պատմական գագաթ։ Հաճախ երբ վերլուծում են մեր պատմությունը եւ ընդհանրապես ցանկացած բան, միշտ գտնում են մի խումբ պատճառ։ Եվ երբ բերում են մի խումբ պատճառ, մարդը դա ներկայացնում է որպես բազմակողմանի այդ պատճառները վերլուծել։ Բայց դա կիսատ գործ է, պետք է այդ պատճառների պատճառը գնաս եւ հանգած բազվում է, որ այդ պատճառները մի պատճառի ծաղկեցում չէ։ Եվ իմ կարծիքով հաջողվեց այդ սկզբնական պատճառը գտնել։ Հիմա տեսեք, կայսրության գաղափարը պետք չի դիտարկել զավթողական, ագրեսիվ, մարդատիաց մի մոտեցում։ Կայսերական մտածելակերպը նշանակում է, որ դու հավակնում ես լինել գործող։ Եթե կառավարման լեզվով ասել, դու դառնում ես կառավարման սուբյեկտ։ Եթե դու ծավալապաշտական հավակնություններ չունես, դու վաղ թե ուշ դառնում ես ենթակա, այսինքն կառավարման օբյեկտ։ Իսկ ինչ է նշանակում մի ազգը, որը դառնում է կառավարման օբյեկտ։ Սա նշանակում է եւ այդ ազգի էլիտան էլ է կառավարման օբյեկտ։ Իսկ եթե ազգի էլիտան դառնում է կառավարման օբյեկտ, ինքը դադարում է լինել ազգի վերնախավ, որովհետև ինքը օբյեկտը չի կարող վերնախավ։ Եթե օբյեկտը կառավարվում է այլ ուժերից որպես կանոն դրսից, ուրեմն էլիտան նրանք են, որտեղից իրանք կառավարվում։ Այսա պարզ տրամաբանական ծուղակ, որ մենք ընկանք մի քանի հազար տարի առաջ։ Այսա շատ հետաքրքիր է։ Այս եզրակացությունը Վերջի Ատյանի ճշմարտությունը չէ։ Բայց իրոք, գոնե հավաստի աղբյուրներից մենք գիտենք ամենահին մի զարմանալի փաստ։ Ալեքսանդր Մակեդոնացին, երբ Արիստոտելի փիլիսոփայության հիման վրա գնում էր դեպի արևելք եւ տարածում էր հելինիզմը, չգիտեմ, գիտեք թե չէ, մոտ 5-8 հազարանոց խումբ ինքը ուղարկեց դեպի Հայաստան, պարտվեց այդ խումբը, Մակեդոնացին հասկացավ, որ պետք չի Հայաստանի վրա ժամանակ ծախսել, իր նպատակը վտանգել։ Եվ Հայաստանի տակով
ինքը անցավ դեպի արևելք։ Այսինքն Հայաստանը չզավթվեց, բայց Ալեքսանդր Մակեդոնացու նպատակը իրականացավ առանց սրի։ Մեր էլիտան ընդունեց, սկսեց տարածել հելինիզմը, չզավթվելով։ Իսկ սա ինչ է նշանակում, որ արդեն մեր թվարկության առաջ 4-րդ դարում մեր էլիտան ուներ լուրջ խնդիրներ։ Դե ինչ է նշանակում կրող դարավ հելինիզմի։ Սա նշանակում է դարձավ կառավարման օբյեկտ։ Տիգրան Մեծի օրոք փորձ կատարվեց այդ կայսերական, ծավալապաշտական մոտեցումը կյանքի կոչել, բայց ով հետաքրքրվել այդ ժամանակահատվածում գիտեք, թե նույն Տիգրան Մեծը ինչ խնդիրներ ուներ հենց էլիտայի հետ, անգամ իր տղաների հետ, իր զավակների հետ։ Այսինքն ազգային վերնախավի անկումը արդեն թափ էր արել։ Պարզապես ժամանակավորապես շատ կարճ Տիգրան Մեծին հաջողվեց այնուամենայնիվ Հայաստանը վերափոխել կայսերությանը եւ պատմական կորը տվեց երկրորդ գագաթներ, վերջին։ Դրանից հետո բոլոր գագաթները արդեն վերելքային բարձր մակարդակի վրա չէ։ Եվ մենք ընկանք պայմանական ասած արևմուտքի, արևելքի արանք։ Այստեղ այդ մտքի վրա ուշադրություն դարձրել։ Նայենք հասարակ մարդու աչքերով։ Ինքը տեսնում է, պարզ լեզվով ասած, հարց լուծողը իրավերնախավը չի։ Հարց լուծողը դրսում է։ Ինչին է դա բերում դարերի շարունակության մեջ։ Ազգային էլիտայի ավտորիտետը համբավ է ժողովրդի աչքի առաջ, ազգի առաջ եւ իրանց ուղերներում ու սոկներում սկսում է ինչ։ Այսինքն դե ֆակտո մեր վերնախավը կամաց արժե զրկվելով դադարում էր դառնալ վերնախավ։ Այսինքն ազգը սկսում է գլխատվել։ Մենք գլխատումը հաճախ կարծում ենք մենակ ֆիզիկապես, ոչ։ Դարերի շարունակ գահավիժումը, երբ դանդաղ ժողովուրդը տեսնում է, որ վերջնական հարցերը լուծվում են Հայաստանից դուրս, ազգային էլիտայից դուրս, ավտոմատ ազգային էլիտայի ավտորիտետը համբավը ընկնում է ազգի աչքի առաջ։ Եվ երբ դա տևում է դարերով, ի վերջո հանգեցնում է ինչին։ Երբ դարերով մենք դադարում ենք լինել սուբյեկտ։ Սուբյեկտայնության խարիսն է փլվում։ Պետականություն։ Ահա թե ինչու մենք այսքան դար պետականություն չունենք։ Պարզ է։ Մարտավարական հարցերը, այո, տեղային իշխանիկներին, էլիտիկներին հնարավորություններ տրվում լուծել, բայց ոչ երբեք ռազմավարություն։ Եվ ի՞նչն է հետաքրքիր։ Բնական է այդ ախտը սկսեց տարածվել սովորական մարդկանց շրջաններում եւ կամաց ազգը բաժանվեց պայմանական ասեմ արևմուտք արևելքի ջատագովներ։ Սուբյեկտայնության մասին արդեն խոսք չի գնում եւ ես զարմանում եմ, երբ մարդը իրան համարում է արևմտամետ կամ ռուսամետ կամ արևելքամետ եւ համարում է իրան էլիտա։ Այսինքն ինքը ասում է ես սուբյեկտ չեմ, քանի որ հակված եմ դրսի ուժերին, բայց էլիտա եմ, ո՞ւր խրատես բան։ Դու գավառական առաջնորդ ես, ոչ ավել։
Դու ոչ ծավալապաշտական կայսերական նկրտումներ չունես, հետևաբար դու էլիտա չես։ Հիմա նայեք, բայց ինչ է նշանակում, երբ ազգը չունի ազգային վերնախավ։ Սա նշանակում է նրանք, ով հավակնում են կամ համարում են, որ իրանք վերնախավ են, իրանք սկսում են ապրել հարմարավորականության սկզբունքով։ Ինքը սուբյեկտ ինքը չի խաղի կանոնները տալիս, ինքը պետքա ենթարկվի կամ համակերպվի դրսի սուբյեկտների, այսպես կոչված էլիտա։ Իսկ ինչ է նշանակում հարմարվել։ Սա նշանակում է, եթե ստրատեգիկ հարցերը դու չես լուծում, դու մտավոր անկում ես ապրում, եթե դու հարմարվում ես ուրիշներին, քո վարքերը ու բարքերը անկում են ապրում, ու դառնում է, որ դարեր շարունակ մեր ազգային վերնախավը դառնում է բարոյական եւ մտավոր սնանկ։ Եվ ինչ է ստացվում, դա տեղում է արդեն պետականության կորուստի քանի դարվա ընթացքում։ Եկավ 20 Պասորեն 14-րդ դարից, եթե վերցնենք Կիլիկիայի անկումից, քանի դար չունենք պետականություն։ Այսինքն ոչ միայն բարոյական եւ մտավոր իմաստով մենք գործոն չենք, այլ դե յուրե գործոն չենք։ Եվ քանի սերունդ մեր մեջ դա մխրճվել է, ինչ խորությամբ։ Դա ազդում է գենետիկայի վրա։ Ուրեմն դες հասկացություն կա օնտոլոգիա, գոյաբանություն։ Մարդը ձևավորում է, ցանկացած մարդը սոցիալը ձևավորում է գենետիկա պլյուս ձեռքբերված հատկություն։ Մեզ մոտ ձեռքբերվածը դարերով է գնացել։ Անկումը սկսվել է գոնե 4-րդ դար մեր թվարկությունից առաջ։ Մեզ մոտ էլի օբյեկտային մտածելակերպ հույս կա փրկվել։ Ոչ ոք չի ասին, մենք կարող ենք փրկվել։ Մենք նայեք, ավտոմատ դուք ենթագիտակցորեն ապացուցեցիք իմ թեզը։ 20-րդ դարը մի մեծ խաղ խաղաց մեր գլխի։ Մենք երկու անգամ մեզանից անկախ դարձանք անկախ։ 18 թվականին եւ 91 թվականին։ Պատկերացնեք սուբյեկտային հոգեբանության բացակայության պայմաններում բնական է, որ մենք մեզանից անկախ դարձանք անկախ։ Նայեք անգամ մեր անկախությունն է օբյեկտային։ Տեսեք ինչ ես ասում եմ, այդ ամբողջ տրամաբանության մեջ շատ հանգիստ նստում է առանց ոչ մի հակասությունների։ Իսկ ինչ պետք է լինի երկիրը, երբ ինքը իրենից անկախ ստեղծվեց եւ մենք ազգային վերնախավ այն է սուբյեկտ չունենք եւ ընդհանրապես արդեն չգիտենք դա ինչ բան։ Էլի օբյեկտային մտածելակերպն է։ Ուրիշ։ Ես միշտ սիրում եմ մեջ բերել Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին, որ գրեթե բոլորը խաչագող է, ոչ մեկը չի ընդունում, որ ինքն է տապալել երկիրը։ Հասկանում եք, սա այդ նույն բանի մեջ է մտնում։ Մեծ լորեցին դա զգաց եւ ցածումով դա ֆիքսեց։ Եվ գանք, եթե գանք 91 թվական, նույն բանն է։ 88 թվականի մեր կարգախոսն է։ Եվ ես հիշում եմ, երբ Մովսես Գեորգեսյան մայիսին 88 թվականին եռագույնը հանեց, ինչ հիստերիկա սկսվեց հարթակում։ Ինքը պրովոկատոր է եւ հասկանում եք, օբյեկտները հանգած սուբյեկտայնության խորհրդանիշ են տեսնում, ինչ պետք է լինի։ Ինֆարկտ կամ ինսուլտ։
Բնական է, չէ՞։ Հիմա գանք մեր ժամանակներ։ Դուք նկատել եք ինչա կատարվում մեր այսպես կոչված վերնախավի մոտ, լինի դա իշխանական, ընդդիմադիր, իրանք միշտ փոխվում են, մշակութային եւ այլն, ինժեներական եւ այլն, միշտ հայացքը դեպի դուրս, բոլոր ասպարեզները, մեկը կասի, դուրս չի գալիս, որ ռուսամետություն կա, պետք է արևմտամետ լինենք, դա էլիտային ներկայացուցիչ չի, դա թաղի ավտորիտետի խոսքերը, թաղի, իր բարոյական եւ մտավոր ողջ իմաստով։ Եվ ուշադրություն դարձրել, ամենամեծ զարգացում ցավալի է իհարկե, դա հենց ապացուցում է այդ մեր անփառունակ վիճակը, եղավ խորհրդային Հայաստանի ժամանակ, այսինքն երբ Հայաստանը ֆորմալ իմաստով է պետություն, սուբյեկտը գտնվում էր Երևանից դուրս, առաջի եւ երրորդ հանրապետություն, առաջինը տապալվեց, երրորդն էլ մի հաջողություն եղավ, էնել սա ուղղակի պատմական պորտկում եղավ Արցախյան հաղթանակ, բայց դրանով էլ սահմանափակվեց, մնացած բոլոր դասերում մշակութային, արդյունաբերական, գաղափարական, կրթական եւ այլն ամբողջական անկում, քանի որ մեզ մոտ չկա ազգային էլիտա, մենք դե ֆակտո դառանք օբյեկտ, հետևանքը անկում։ Երկրորդ հանրապետությունը, քանի որ իրականության մեջ էինք մենք օբյեկտ, կախվածությունը եղավ այն բանով, որ այն ժամանակ կոմունիստները ուզում են ամբողջ երկիրը զարգացնել, արդյունաբերություն եւ այլն, որ աշխարհին ցույց տալ, որ համաշխարհային հեղափոխությունը պրոլետարիատի, այսպես կզարգանա, բոլորը լավ կապրեն, մենք էլ ընկանք էթնիկ կացայի մեջ, հասկանում եք, երբ մենք նայում ենք խորհրդային միության Հայաստանի զարգացման տեմպերը, ֆանտաստիկ, հիմա քանի որ մեզ մոտ կաղապարված մտածելակերպ, իմ խոսքերը կպիտակավոր են, դե գավառական ստակամիտ մտածելակերպ չէ, ես ոչ թե գովաբանում եմ խորհրդային պատվաստը, ես փաստն եմ ասել, լուսանկարում եմ, սա պատմական մասը, եթե հարցեր ունեք տվեք, որտեղ վերջնական մասը ես կասեմ, դա էլ մի քիչ կարող է շոկային լինի, Շոկային լինի երևի, որ այսօրվա երասած մեդալությունից առաջ 4 տարի անկման փաստը, որը իրոք փաստ է, անցած անգամ որ զրուցում էինք, ասեցիք մեկը որ ով է դրանից 301 թվականն է, ուզում էր քրիստոնեությունը որ ներկայացնել որպես սկիզբ մեր անկման, եւ այսօր շատ ուրախ եմ, որ ցույց տվեց, որ ոչ, քրիստոնեությունը դա հարաբերս կապ չունի դրա հետ, ինքն էլ իր ժամանակին իր գործը ոնց պետք է արել, բայց որ հաստատ անկումը սկսվել է մեր թվականից առաջ 4 տարին, որտեղ առնվազն 4 տարին, հա, ցավոք սրտի առնվազն 4 տարին, դե նրանից առաջին ուղղակի լավ տեղյակ չի, այո, մեր արմենությունը մի քիչ մշուշ, ոչ թե մի քիչ, բավականին մշուշ, դա փաստելով հիմա հարցս ինչին է տանում, որ այսօր սուբյեկտիվությունը մեր երկրի վերադարձնելու, վերադարձնելու համար ուրիշ ճանապարհ չի մնում, քան ազգային մեր ներքին այդ պոտենցիալի վրա հիմնվելով մերժել գլոբալիզացիոն աշխարհի, այսօրվա այս պարակացության շրջանում ո՞նց են կարողանալու իվի բերել։ Ուրեմն ոչ մի նման ռազմավարական քայլ առանց
իրական ազգային էլիտա ունենալու անհնարին է։ ծրագիր Կապ չունի, այդ ծրագիրը կարող է գրի միայն էլիտան եւ իրագործի միայն էլիտան։ Ուշադրություն դարձրեք, 30 տարի Հայաստանը չունի ռազմավարական ծրագիր։ Իսկ այն ինչ մի շատ ծրագրեր ինձ ցույց են տվել, դա ծրագիր չի։ Դա գիտեք ինչ թամադաների ձեռնար, տեքստ, ձեռնար։ Մի րոպե հեսա վերջես։ Դա եւս ապացույց է, որ մենք էլիտա չունենք։ Բոցեշունչ ելույթներ, սիրուն բանաստեղծություններ, երգեր, դոշ-ծեծել եւ այլն, դա էլիտա չի։ Դա ճարտարապետության, ինժեներական, մշակութային, այդ հատվածներում այո, պրոֆեսիոնալներ են։ Բայց երբ այդ մարդիկ իրանք ներկայացվում են որպես էլիտա, իրանք դառնում են արեստավարժ գրդոնջ։ Չլինելով էլիտա, լինելով ինչ որ հարցում պրոֆեսիոնալ, հավակնում են ստրատեգիկ ռազմավարական ազգային հարցեր լուծել, իսկ ամեն մեկը որ բացվանում է մի մակարդակի վրա, որ այդ հարցերը իր խելքի եւ բարոյականության հարց չի, կդառնում է գրդոնջ։ Դրա համար այդ բոլորը մեզ մոտ ով ճանաչված են, մարդկանց նկատմամբ կուրք են դառնում, իրանք պրոֆեսիոնալ, լավագույն դեպքում պրոֆեսիոնալ գրդոնջ են, որտեղ ոչ մտավոր, ոչ բարոյական, ոչ մի արժեքներին չեն ապացուցում։ Ով երկային մտածողություն ունեցող մարդը ի վիճակի չի նա գիտակցել այդ խնդիրը։ Բնած դա իրագործել։ Այս հայ էլիտան եւ ժողովուրդը մասնատվեցին միմյանց չհանդուրժող խոտարան ճամբարների։ Սա այս թվում է ճիշտ է որոշակի դայերի համար։ Մինչ որ ժամանակը երբ որ դեգրադացիա դառնա համատարած կարող ժողովուրդ եւ էլիտան այդ կոչված նույն բանը դառնալ ու այդ հակադրություն չլինի, ասեմ։ Այդպես դառնան ես սատրապային մտածողություն Բարոյական եւ մտավոր իմաստով նույն բանն է։ Այդպես որ հակադրություն այն սկզբունքներում կարող լինի ժողովրդի մեջ լիներ ընդվզում, բայց էլիտան շեղվածներ։ Իսկ այդ որ նշեցիք, որ մենք երկու անգամ անկախ մեզնից անկախացանք, այդ դե ֆակտո անկախացումները կարելի է օգտագործել որպես հենման կետ ու տեղից թռիչք ապահովել։ Անհնարին է, ես շատ բարձունակ օրինակ բերեմ։ Պատկերացրու դու մեքենա քշել չգիտես, մի անգամից քիչ նստում եմ ղեկին ու ասում եմ կարած օգտագործել։ Ինչ անելու վերջում վտարա չէ՞ լինել։ Վտարը առաջին վտարը մեզ մոտ եղավ 1920 թվականին, 18 թվականին նստեցինք, 20 թվականին վտար արեց։ Հիմա ստեղ նստեցինք 91 թվականին եւ շատերից մոտ մտահոգություն կա, որ Հայաստանը պարբերաբար մահացու մարտահրավերների տակ է, չէ՞։ Եվ ես չեմ ուզենա, որ մենք միատեղ վթարի ժամկետ ունենանք։ Բնականաբար աշխարհում կանոնները ստեղծում, այս ամբողջը իր ուղեղի մեջ ունի, այնպես հիմա մեզ ներկայացրեցին, եւ բնականաբար ծավալապաշտական մտածողության տեր էլիտան, այլ ազգերի կանի ամեն ինչ, որ Հայաստանում նման էլիտա երբևէ չլինի։ Ու ֆորմալ առումով թե սուբյեկտայնության բացակայության նաև մենք այս պահին պետականություն ենք, բայց այդ հասարակական ազդեցությունները այնուամենայնիվ լինելու են, մենք պետք է նաև այդ իրողությունից դուրս գանք, որ որևէ մեկի երբևէ ձեռնտու չի լինելու, որ Հայաստանում այդ էլիտան ձևավորվի 100 տարի հետո կլինի, այսինքն մենք ինչ պրեսինգը ունենալու ենք ու մենք ինչ որ մի երբ պետք է գտնենք այդ պրեսինգին դիմակայելով այդ էլիտան առաջ տանելու, որովհետև միայն խնդիրը նաև մեր մեջ չի, դրսից մեզ ուղղակի անընդհատ խանգարելու են, խամաճիկներ են ներդնելու։ Բայց ինչի ես հիմա եմ բարձրաձայնում այդ խնդիրը։ Ուրեմն մի հատ գլոբալ պատասխան տամ ու կարող կգամ հետո երկրորդ մասը։
Մարդկությունը միշտ զարգանում է գլոբալիզացիոն եւ գլոկալիզացիոն փոփոխություններով։ Օրինակ, քրիստոնեությունը գլոբալիզացիոն պրոյեկտ էր, ինչ եղավ հետո։ Քրիստոնեությունը սկսեց տրոհվել։ Ուղղափառ, մեր եկեղեցի առաքելական, կաթողիկ եւ այլն, այսինքն գլոբալիզացիային փոխարինեց գլոկալիզացիան, գլոկալիզացիան եւ գլոբալ գնում են տրոհման process-ներ։ Քրիստոնեությունը ցանկացած կայսրություն, օրինակ մեծ Հռոմը դա ուրիշ գլոբալիզացիոն նախագիծ է, տրոհվեց սկզբից արևմտյան արևելյան դյուզանջան, հետո ավելի տրոհվեց եւ առաջացան եվրոպական երկրներ եւ այլ։ Հասկանում եք, միշտ գլոբալիզացիան գլոկալիզացիայով հաջորդվում։ Ֆրանսիական հեղափոխությունը հերթական գլոբալիզացիոն պրոյեկտ։ Երբ սկսվում են քանդվել ազգային պետությունները, կառավարման ձևը փոխվեց, խորհրդարան եւ այլն եւ այլն։ Եվ այդ գնում է նաեւ գլոբալիզացիայի մեջ։ Գլոբալիզացիան նաեւ արևմուտք, խորհրդային միություն եւ իր սատելիտները։ Խորհրդային միությունը քանդվեց, նայեք ինչ խնդիրներ ունի արևմուտքը։ Այսինքն արդեն մոտ 20-25 տարի գլոբալիզացիան փոխվում է գլոկալիզացիա։ Առաջացավ Չինաստանի ֆենոմեն, որը ինչ ցույց տվեց, որ մրցունակ տնտեսություն ունենալու համար պետք չեն ազատություններ։ Դա պարտադիր պայման չէ։ Ընդ որում բոլոր լիբերալ վերլուծաբանները միշտ երբ դեմ է տալիս Չինաստանը, ասում են Չինաստանը ուրիշ բան է։ 1.5 միլիարդ մարդկությունը ուրիշ բան է։ Հա? 100 միլիոնանոց Գերմանիան ուրիշ բան չի, 1.5 միլիարդանոց չինացիները ուրիշ բան է։ Այսինքն հիմա գնում է գլոկալիզացիան։ Գլոկալիզացիայի ժամանակ կտրուկ աճում են խոշոր ուժերի հակասությունները։ Ընդ որում տրոհում է գնում, այդ ուժերը ներքին հակասությունները ունեն իրենց մեջ եւ իրար մեջ ուժերը։ Այդ ժամանակ միշտ այդ ժամանակ հնարավոր է դու քոնը մեկնարկային մասը ավելի քիչ ռիսկերով անցկացնես։ Միշտ ինչ է ասում, եթե փոքրի մոտ մի հատ մեծ գիշատիչ է, փոքրը շանս չունի։ Այնպես երբ իր դեր կանգնած են երկու գիշատիչ, ինքը շանս է։ Աշխարհում մի քանի գիշատիչներ կան։ Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստանն է մեջտեղ գազի։ 5 գիշատիչ կա։ Սա ունիկալ հնարավորություն է սեփական նախագիծը առաջ գալու։ Մենք եկանք են կետին, թե ինչպես ձևավորել ազգային էլիտան, այդ ծավալապաշտական ընկերները։ Բայց այդ բանը շուտ հարց է։ Սկզբից պետք է իմանանք ինչ ձևավորել, որ հետո իմանանք ինչպես։ Օրինակ, եթե ես չգիտեմ, ինքնաթիռով ուր եմ թռնում, Վլադիվաստոկ տեքվել եք, ինչպես ես չեմ կարող, ճիշտ է։ Հիմա մենք պետք է որ Վլադիվաստոկ տեքվել եք, ինչ էլիտա պետք է ունենա, որտեղ այն էլիտան, իրական էլիտան, ոչ թե մեր պատկերացրածները, որոնք կան, ունի որոշակի չափորոշիչներ։ Այդ չափորոշիչները մենք կնայենք ու այն ժամանակ այդ հարցը դա ինչպես անեն, կարող ենք քննարկել, որտեղ դրա ձևներ կան։ Շատ մտածեցինք, թե որոնք են այդ խմբավորված չափանիշները եւ որն է նրանց հերթականություն։ Եվ բնականա դուրս եկանք առաջինը բարոյականության վրա։ Ինչու՞։ Որովհետև եթե բարոյականության չափանիշը խիստ չի դրվում, մնացածը վտանգավոր են դառնում։ Օրինակ,
Անբարոյական պրոֆեսիոնալ, վտանգավոր։ Չէ՞։ Բայց մյուս կողմից մենակ բարոյականությունը շատ քիչ է, այսինքն հիմա մենք խոսում ենք պարտադիր, բայց ոչ բավարար պայմանների մասին։ 4 խումբ լինելու պահանջների։ Առաջի երկուսը պարտադիր պայմաններ են, երրորդ չորրորդը բավարար պայմաններ են։ Այսինքն եթե պարտադիրները չկան, բավարարների մասին չենք խոսում։ Եթե պարտադիրները կան, պետքա պարտադիր ապահովեն բավարար, որ ստացվում։ Անձնական պատասխանատվության արկայություն, հակագծել, պարտավորությունների պատասխանատվության և իրավունքների համարժեքություն։ Տեսեք, այս իմաստով մեր այսօրվա էլիտան վերին աստիճանի անբարոյական է։ Անգամ օլիգարխ լինի, մշակույթի մարդ լինի, քաղաքական գործիչ լինի, իշխանական կամ ընդդիմադիր, ինչու ենք ամենաանբարոյական։ Նայեք մեզ մոտ ինչ ա նստած, օլիգարխից սկսած մնացած վերջացրած։ Ինչքան մեծ են իմ հնարավորությունները, ճանաչվածությունները համբավեն, այնքան շատ բան է ինձ թույլ տված անել։ Դրան գալիս է ասելու մյուս սկզբունքը, օրենքի համար բոլորը հավասար են, ոչ։ Ինչքան շատ է քո իրավունքները, այնքան շատ պետք է լինի նույն զանցանքի համար պատասխանատվություն։ Օրինակ, եթե գյուղացին գողացավ $100, իրան կարելի է ադմինիստրատիվ պատիժ ներկայացնել, ասենք թե $100 վերադարձնի կամ ուրիշ մի համանման։ Եթե ֆինանսների նախարարը $100 գողացավ, ամբողջ գույքից է զրկվում ու ազատազրկվում է մինիմում 10 տարի։ Ինչու՞։ Որովհետև երբ գյուղացին է $100 վերցնում, իր հնարավորությունները դա են, դա չի պետք չի գլուխը շոյել, բայց ինքը պատիժը համաչափ կրում։ Բայց եթե դու լինելով ֆինանսների նախարար գողությամբ ես զբաղվում, քեզ հազարապատիկ պատիժը պետք է ու դաժան լինի։ Մեզ մոտ նման բան չկա։ Մեզ մոտ այն ով իրան համարում է էլիտա, բոլոր ասպարեզներում, ֆինանսական, բարոյականության, լրիվ դառնում են լպիչ։ Որտեղ իրանք համարում են, իրանք էլիտա են։ Հասկանում եք։ Օրինակ, ինչու Չինաստանում օլիգարխներին ու չինովնիկներին գնդակահարում, հենց այդ տրամաբանության։ Գյուղացին չգողան։ Այո։ Դեսենալ չին է ուսանում դիզը։ Ոչինչ։ Էլիտա պետք է մի վերաբերմունք ունենա իր նկատմամբ, բարի համբավ։ Այսինքն ինքը պետք է ընդունվի ժողովրդի կողմից, ազգի կողմից բարի համբավ ունեցող։ Հետևաբար, որպեսզի էլիտայի ներկայացուցիչը ունենա բարի համբավ, ինքը սա պետք է։ Այսինքն ինքը պետք է իմանա, որ ավելի խիստ պատասխանատու տալիս է ինքը, որպեսզի ավտորիտետ ունենա, այլ ոչ թե հաբրգած դառնա եւ ինչին է դա բերում ժողովուրդը ոչ մեծ չի անում։ Այսինքն էլիտա չկա։ Այս տեսակ հաջորդը ինչ է։ Անձնական օրինակի եւ բարի համբավի կարևորում, անձնական եւ հրապարակային պահվածքին բարոյական ներդաշնակություն։ Մեզ մոտ ոնց է բոլորը կամերայի դեմը կույս հրեշտակներ են։ Կամերայի հետևից խաչագող անասուն է։ Ժողովուրդը դա տեսնի։ Մեկին շատ, մյուսին քիչ, դրա համար ժողովուրդը հավատ չունի եւ արտագաղթում է։ Այս երկու պատճառները արդեն հերիք է, որ արտագաղթել են։ Նայեք ուշադրություն դարձրել անձնական շահ, պետական եւ ազգային շահերի ստորադասման կարողություն։ Խոսքը չի գնում ստորադասել, որտեղ դեն ձևական մեկ-մեկ անում են։ Այլ ինքը պետք է պատրաստ լինի, որ կրիզիսային ճգնաժամային վիճակում ինքը պետք է պատրաստ լինի ստորադասել։ Այսինքն սովորական մարդը պետք է իմանա, որ այս էլիտան
ինքը էլիտայի ներկայացուցիչը, որտեղ օրասական պահին ինքը ստորադասելու է բոլոր շահերը հանուն ազգի, հանուն պետություն։ Այսինքն հանուն սովորական մարդ։ Համբավը պետք է ունենա, էլիտան առանց համբավի էլիտա չի։ Նո ընդհանրապես սա մենք եղել ենք ապաշխարելու պատրաստականություն։ Որովհետև այս բարոյական նորմերը ինչ են ասում։ Այն մարդը, որը հանգարց իր մտքով ասում է, որ ինքը էլիտա, ինքը սարսափելի դաժան պետք է լինի ինքը իր նկատմամբ։ Բայց քանի որ մենք ինքներս մեր մարմինները շատ ենք սիրում, նաև դրա համար էլիտա չկա եւ դա տևում է դարեր, որովհետև մենք պետք է հարմարվեի Բյուզանդիա, Պարսկաստան, Օսմանյան կայսրություն, Ռուսաստան, Եվրոպա, անգլոսաքսեր եւ այլն։ Դրա համար մեզ մոտ բարոյական նորմերը 0 վիճակում են, ամենաթույլ տեղն անես։ Մեզ մոտ է, ամեն մեկից մոտ։ Սա երկրորդ պարտադիր պայման, մտավոր։ ԶԼՄ-ները եւ սոցցանցերը ես որ նայում եմ, ես հասկանում եմ, որ մենք տեսականորեն էլ ոչ մի շանս չունենք։ Նման գավառական մակարդակ անհնարին է պատկերացնել։ Լինի դա հասակով մա, երիտասարդ մա, քտի ծայրի ծենկում ոչ մի բան չի տեսնում։ Ու պրիմիտիվ դատողություն է։ Այդ համակարգային մտածողության առկայություն։ Իմիջիալոց 90-ական թվականներին Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի ղեկավարը հիմա էլ է կարծեմ ղեկավար Թոսունյանը մի հոդված էր գրել եւ արտադրվել էր մեր մամուլում եւ այնտեղ գրած էր հայերի մոտ ամենաթույլ կետը համակարգային մտածելակերպ։ Մենք սարսափելի թույլ ենք այդ հարցում։ Ես արձագանքներից, այսօրվա արձագանքներից էլ տեսնում եմ համակարգային մտածելակերպը 0, բացարձակ 0, չնեղանակ։ Ես էլ ինձ զսպում եմ։ Հետևանքը։ Այո, այդ դրամը պատմականից է կայ, որովհետև եթե դու դարեր շարունակ ռազմավարական հարցեր չես լուծում, մաքսիմում մարտավարական եւ կենցաղային հարցեր ես լուծում։ Այդ հենց էլի պատմական է, դրա համար մեզ մոտ համակարգային մտածելակերպ չունեն։ Ընդ որում միշտ տգիտությունը զուգահեռվում է ինքնահավանությամբ։ Մարդ ինչքան տգետ է, ինքան ինքնահավան, այսինքն ամեն ինչ գիտի։ Հաջորդը աշխարհաճանաչողություն բազմակողմանի զարգացածությամբ։ Ես չեմ ուզում դա մեկնաբանել, ես դրա ականատեսն ունեմ։ Մասնագիտական կրթության, գիտելիքի եւ դրական փորձի առկայություն։ Ուրեմն հաճախ ասում են, այս մարդը նախարար աշխատելու փորձ ունի։ Այսինքն ինչ որ ժամանակ նախարար է եղել, իսկ որ այդ իր որոնը հերանիցել է, այսինքն խոսքը գնում է դրական փորձի։ Ինքը պետք է ասի, ես ընդունել եմ սա, այս վիճակում սարքել եմ սա, այս է փորձը։ Եթե ընդունել ասել սարքել իջեցրել է, ուրեմն դա հակափորձ։ Մի հատ բան է մշակած, ուղղակի պլանի մեջ չկար ասեմ, այսպես կոչված կադ համակարգը, կառավարման անհատական դասակարգիչ։ Դա մշակված է, ես շատ բաներ չեմ հրապարակում, ասեմ ինչ։ Եվ դու բաներ ես բացատրում, որը պատրաստ չեն ընկալել, լավ կլինի չանես, որտեղ հերիք չի չեն հասկանում։ Հələ մի հատ էլ վարկաբեկելու են եւ այդպես ասացված կա։ Ճշմարտությունը, որը ասվել է ոչ տեղին, դառնում է ավետիչ։ Դրա համար ես որոշ բաներ չեմ ասում։
Բայց այդ խնդիրը հեշտ լուծվող խնդիր է, լուծումները կան։ Շատերը կզարմանեն, այս երրորդից դա արդեն գալիս է բավարար պայման է։ Ինչի ազգայինը երրորդ կետում, Ոչ առաջ։ այո, Ես այդ հարց ուզում եմ այո։ հիմա ես պատասխան։ Որովհետև տենց ասացված կա, չէ։ Հայրենասիրությունը սիրիկանների հանգրվանն է հաճախել։ Վերջին։ Այո, վերջին հանգրվանն է, այդ ինչից է գալիս։ Որտեղ եթե սրիկա է, հայրենասիրությունը չեն խոսում։ Այդ դրա ես կարճ բացատրեմ, բայց կա շատ ավելի հիմնավոր բացատրություններ, ինչի թիվ 1-ը բարոյականությունն է, երկրորդը մտավոր։ Երբ դու բարոյական ես եւ քո մտահորիզոնը եւ քո ապարատը հզոր է, շատ լավ է որ դու ազգային ես։ Մենակ այդ դեպքում։ Բայց եթե դու անբարոյական ես եւ տկար ես մտավոր, լավ կլինի ազգային հարցերով չզբաղվես։ Այդ ոնց որ բան է, ամենավտանգավորը ակտիվ ապուշն է։ Իսկ ազգային հարցը շատ կարևոր հարց է, այնտեղ պետք է մարդը եւ մտավոր լինի, եւ բարոյական։ Ընդհանրապես ես լինեի մի հատ շլագբաում կդնեի, այդ երկուսը չունեի, ազգայինին չմոտենա ընդհանրապես։ Հիմա գանք ազգային։ Կայսերական ոգու արկայություն, Հայաստանակենտրոն և հայակենտրոն մտածողության։ Երբ դուք ասում եք, սա ասեց ես հայակենտրոնն եմ, նա ասեց, եթե դու կայսերական մտածելակերպ չունես, ինչպես կարող ես Հայաստանակենտրոն։ Եթե կայսերականը չունես, ուրեմն վաղ ուշ կամ արևմտակենտրոն կամ այլ կենտրոն։ Միանշանակ է, չէ։ Բայց 30 տարի ձևեր են թափում։ Մենք պետք է գնանք դեպի այս ուղղությունը դասի։ Մենք Հայաստանակենտրոն ուժենք։ Հենց դու այդ նախավարչի նախադասությունը ասացիր, դու արդեն Հայաստանակենտրոն չէ։ Դու այլակենտրոն ես։ Դրա համար դա կայսերական ոգու արկայությունը թղթակցվում է միայն եւ միայն Հայաստանակենտրոնության եւ հայակենտրոնության։ Մի բան Եվ- է քանի դեռ հազարները լուծում, Հայաստանակենտրոն, հայակենտրոն, սա ինչ-որ բանից հետո։ Ասեմ ձեզ, քանի որ մենք ցանցային ազգ ենք, մենք ընդ որում դրսում գտնվում է առնվազն 75%-ը, մենք ստիպված ենք սենց հարցը։ Եվ մեկ լինում է, որ Հայաստանակենտրոն եւ հայակենտրոնը կարող է ընթացիկ հակասության մեջ բացառվում է որևէ օտար շահերով առաջնորդողներին հարելը եւ կամ դրանցից ֆինանսավորելը։ Նայեք, բավականին կոշտ Այո։ հիմա դուք բոլոր բաները, որ պահանջները դասեք, կհասկանաք, որ 1.5 մարդ է։ Ապազգային երևույթներին դիմակայում։ Դա գիտեք ինչ է նշանակում, սա բաթ հասկացող, նախ պետք է զգաս, որ ապազգային է, որտեղ հաճախ սղոսվում է ազգայինի տակ։ Ինչ է եղել։ Մարիխուանան, դա թմրադեղ չի, Էլտոն Ջոնը լսողական ապահովում։ ոնց չի, հասկանում եք, նման բաներ շատ կա։ Այսինքն այդ մտավոր հատկանիշը, որ է երկրորդ բլոկն է, օգնում է ապազգային երևույթները նախ ախտորոշել, հետո կարողանալ դիմակայել։ Այն մենք չենք կարող դիմակայել։ Իմ ցավս որն է, ասեմ ձեզ, այդ հաճախ մենք արդյունու հետ խոսում ենք դա ասում։ Ես միշտ չեմ հասկանում, ինչի մեզ մոտ հիշողությունների, կիսա հիշողությունների հետ են մեր փաստարկները կապված։ Անգլոսաքսոնական դուրս ես պայում, տեսնում ես կետերով, գրականության թանկ ամեն ինչ գրած է։ Մեզ մոտ դե լսենք, այ ես դա չեմ։
Սա նշանակում է մենք ապազգային երևույթները չեն կարող հիմնավորել։ Так, գնացինք առաջ։ Զինվորական ծառայության արկայություն եւ կամ մասնակցություն հայրենիքի պաշտպանություն։ Հիմա սա անպագորգոր կետ չի, որովհետև եթե մարդը հայրենիքը չի պաշտպանել կամ զինվորական ծառայությունը չի անցել, դա նշանակում է ինքը ունակ չի ենթարկվել։ Իսկ եթե ինքը ունակ չի ենթարկվելու, ինքը ունակ չի կառավարելու։ Իսկ եթե ինքը ունակ չի կառավարելու, ազգային էլիտայից մոռանում ենք։ Այս է, որը նույնպես պետք չէ։ Մարաթոնային նպատակասլաց ոգեկեծված։ Այսինքն երկարատև, քանի որ մենք բռնկումային ասենք, շուտ սառնում ենք, նման ձևերով էլիտա չեն ստեղծել։ Եվ նման հատկություն էլիտա չպետք է լինի։ Էլիտան պետք է դարերով տևական, քրտաջան, խփի մի կետի։ Չմոռանանք կրկնել կամային հատկություն։ Միայն սեփական։ Օտար ուժերը կիրառել ընթացիկ եւ որպես օժանդակ։ Այսինքն պարզ է, չէ՞, մետություն մենք չպետք է անենք։ Հենց մենք մետ ենք, ուրեմն սա նպատասում։ Սա նախորդից էլ է գալիս հետ բանել։ Այ այսօր էլ քանի անգամ տեսանք, որ սա չի աշխատում։